Ապրիլյան եղանակն այն պարվի ուլեր են ասում, ինչ են ասում, առավոտյան այնքան վառ լավ եղանակ էր, հետո մթնդեց, հետո հորդարատ անձրև եկավ, հիմա դադարեց, բայց անպամած է դե երեկո է մեզ մոտ եւ այլն, հեսա էլի անձրև է գալու։ Մի խոսքով իր տարերքի մեջ է գարնանային այդ բնությունը, բայց մենք չենք ընկճվում, թրջվածման են գալի մեր համար։ Ախ, այսպես էլ խենթամիս մարդու հանգիստ չի տալիս։ Էդի բայց մարտի մասին էին ասում ապրիլիներ։ Ես ուրեմն անցյալ անգամ որ գալու է Հայաստան, research արեցի անձրևների հետ կապված, պարզվեց ամենաշատ անձրև ապրիլին է գալիս Հայաստանում։ Փաստորեն, հա, փաստորեն, դա վառ ապացույցն է, բայց այս պատմության մեջ այնպես ժողովրդական ասույթ կա, ասում դե ցեղասպանության տարելիցի ընթացքում միշտ անձրև է եղել, կարծես բնությունն էլ այդպես լսել եք որ երկինք արտասվում է, բայց իրոք ապրիլը քանի որ տեղումնաբեր է, միշտ էս ապրիլ 24-յան միջոցառումների ընթացքում այո անձրև գալիս է, դեպի այսօր անցնում է Ծերնակաբերդի բարձունքի կողքով կանաչապատում խոտն էին հնձում էին ինչ-որ բաներ էին անում աշխատանքներ էին տարվում եւ 23-ին վերանորոգված ամբողջությամբ պատրաստ Ծերնակաբերդը պատրաստ կլինի ընդունելու մեր հայրենակիցներին արտասահմանյան հյուրերին եւ ոչ միայն եւ հետարքիր են աղիողոր մարցունքներ թափող սուտի դերասանուհիներն ու ստի փրկիչներ ովքեր ասում էին Էրդողանի պատվերով քանդում են մեր եղերնի ուրանում են մեր ինչ են ասելու դրա մի այսքան գետինը կբացվի ամոթից ընկնեն մեջը թե էլի կշարունակեն իրենց պադոշ ապրելակերպը Ախր իրենց հոգը չի որ Ծերնակաբերդը ոչ եղերն է արդեն հասկացանք չէ իրենց մենակ բան կեղտոտեն փչացնեն բայց դե լացելով այդ կադրերը այսօր նայում եմ ասում լավ է սա ասենք ու քաղաքական գործիչները չէին կային մտավորականներ կային ճարտարապետ մարտարապետ բան գնացել այդ ամենայն հարգանքով բայց դու տարի 40-70-ի մոտ մարդիկ էլի կյանք տեսած մարդիկ եք բան չեն էլի երեկվա երեխեքը չեն որ ասես բայ փող են տվել որ գնան դուք հասուն մտավորական եք կոչում եթե դուք չուղորթեք ազգին, եթե դուք ճանապարհ ցույց չտաք, դուք խառնեք, բայ ում վրա հույս դնի մարդը, էլի։ Անունը իրանու չեմ տալիս։ Տարիներ առաջ էր, ուրեմն երևի մի 7-8 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, Միացյալ Նահանգներում մի հատ կին էր, միայնակ կին էր 3 երեխայով, 3 երեխան անհայտացան։ Ու այս կինը մի քանի օր հեռուստա ամբողջ Ամերիկայում է խնդրում եմ լացելու գտեք իմ երեխաներին բոլորս նայում էինք հա բաներ շատ հուզիչ պատմություններ վերջում պարզվեց որ ինքն է երեխաներին սպանել իր 3 երեխաներին ու ես այդ կնոջ դեմքը շատ լավ հիշում եմ երբ որ լաց էր լինում ու բաներ ամբողջ Ամերիկայում մեկ ասում էր իմ երեխաներին գտեք խնդրում եմ գտեք իմ երեխաներին ու այդ ես որ տեսավ հետո պարզվեց որ այդ ինքն արի ես էլ ոչ մի բանի չեմ զարմանում այսինքն մարդը ի վիճակի է այդ հենց դեմքով հենց իր երեխաների մասին մերկենալ ասել այն դեպքում երբ որ ինքն է սպանել այդ երեխաներին դրանից հետո զարմանալ պետք չի ոչ մի բանի վրա այո եւ գիտեք ոնց բռնվեց այդ հոկեբաններից մեկը նայել էր այդ իր ինտերվյուն ասեց այս կինը սուտ է խոսում ասեց հարցակնեք ավելի զգացել էր ինչ-որ բան փորեցին տեսա որ ինքնաբան մի խոսքով հոկեբանների ասեցիք հոկեբան եք ասում այսօր առավոտյան հարգելի ռադիոլսողներ մեր սիրելի ռադիոլսողներ հիշում եք անցյալ շաբաթ էր դերենիք էդ էլի այս մեր վարորդների բռնության դեպքերի մասին այսօր դանակահարություն դեպ մեր փողոցում առավոտյան բայ անստափ է եղել հոկեական հիվանդ է եղել Ժորժյան չեմ հասկանում պիտի զինենք այս մեր վարորդներին ինչ անենք էլ դանակահարել են տարել են հիվանդանց այդ մարդու կյանքը փաստորեն կարող ընդհատվեր պարզապես իր աշխատանքը կատարելիս ինչ էլ աշխատանք վարորդ ակետից բեկետա մարկանց տանում ես չի որ ինքը ինչ որ քրեական բնակավարի մարդ է վտանգների մեջ է ամբողջ օրը բան մինչև երբ է սա շարունակվելու բանի ավականու նիստի ընթացքում էլ այս հարցը քննարկվում բայց հստակ պատասխան չէ ցավակցում ենք այ կանխենք օգնենք գնանք բայց ոնց կանխենք ոնց պատժենք վերջը նայեք ես ինչքան հասկացա այսօր որ կարդում եմ մի քիչ ավելի մանրամասներ ուրեմն վարորդը ինչ որ բաներ ան պահանջներ ան ներկայացնում չէ ինչ որ տոմսը ստանալու վարորդը պահանջում է այդ քարտը պահեն վերցնկա validation-ը այո հենց այդ է էլի որ այդից սկսում ասա
Հիմա հարցը այդ չի, հարցենք եթե մենք հատուկ մեկին դնեն վարորդը չանի, նրա վրա են հարցակվելու։ Դա հենց Այս էական չի այդ պահը, բայց հա այդ հա։ Այս դանակը այմար ես զարմանում եմ, էլի այս լուսավոր դարում մարդիկ դանակը գրպանն են, հա, մանգալից, որ հարմար առիթ հանեն մեկին սպան։ Այ ես չեմ հասկանում։ Հեսա մի օր որ գաք, համար այդ դանակը, հաց կտրելու համար է, սոխ կտրելու համար է։ մի օր որ գաք կտեսնեք, թե ինչքան մեծարանքի առարկա է դարձել այս դանակը։ Ամեն քայլին վաճառվում է, ամեն գետնանցումի տակ ոնց է կոչում, զինանոցի տեսարաններով, ինչ ձևով, ինչ թեք կտրվածքներով, բացվածքներով, դա պաշտպանմունքի առարկա է դարձել, ամեն երկրորդը երևի ունի գրպանում դրած, եւ դա բան անգամ ստեղ մեկնային խաղում են բանի, սենց ունեմ, սենց է բացվում, ասի կպնում ես սեկրետ դանակա, չգիտեմ ինչա եւ այլն, եւ ինչպես ասում էր դասականը, զենքը մի օր կրակելու է, հիմա էսա, կես բարի համար հանում խփում են իրար։ Չգիտեմ ես ինչեւ ուրա շարունակվելու։ Չեխովն է ասել, բայց հրացանը։ Էդի բանը շատ հետաքրքիր արտահայտությունը ասում է, եթե առաջին տեսարանում պիեսի մասին է խոսքը, պատին հրացանը կախած, ասում է վերջին տեսարանում անպայման պիտի կրակի այդ հրացանը, այսինքն պարապի ոչ մի բան պետք չի անել, էլի, հա, այո, եւ դա ոչ միայն հրացանին է վերաբերում ամեն ինչին, դե ինչին Չեխովը պիես գրելու մասնագետ մի աշխարհ մի Չեխով, հա, իհարկե։ Երևանյան լավ լուրեր, բայց կան, այսօր արդեն հաստատվեց, որ Հրազդանի կիրճը մեր ձորը, հարգելի բարեկամներ, էկո տարածք են ուզում սարքեն 5.5 կիլոմետր տարածքում, ինչը Երևանի մասշտաբներով քիչ բան չէ, 5.5 կիլոմետր տարածքում ստեղծվելու է հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի։ Երևանի ավականին հավանություն տվեց այսօր նախագծին, ծրագիր իրականացնելու համար գումարները եւս հատկացվելու են եւ կկառուցվեն հանգստյան գոտիներ, մարզական եւ այլ միջոցառումների համար հարթակներ, հարմարավետ զբոսայգի, բացօթյա կինոդիտման հարթակ, սրճարաններ։ Ուրա կինո որ դիտենք այմար։ Բայց կան այս լավից վատից, ես գիտեք որ կինոն եմ սրտատրոպ սպասում, այս բանը Դիավոլը Պրադա է հագնում այս ֆիլմը, թազա այս բանի ինչա անունը Meryl Streep-ը եւ դերասանը երկրորդ 20 տարի անց է նկարվում, իմ պատանեկության ֆիլմն է, անհապեր սպասում եմ այդ զգացմունքները կունենամ, ինչ որ պատանեկության ժամանակ։ Մի րոպե, երկրորդ անգամ են նույն ֆիլմը սարքել։ Չէ, 20 տարի անց վերամիավորվել է եւ պատմությունը շարունակություն է տվել։ Նույն դերասաններով եւ բան շատ անկեղծացած սպասում եմ։ Ես կինոման չեմ, չգիտեմ, նայում եք կինոներ դուք, սիրում եք կինո թատրոն։ Կինո։ Հա։ Լավ հարց է, Ռաֆայել։ Չէ։ Երեք եք ծանոթացել։ Չէ, կինոթատրոն գնալ նկատի ունեմ։ Իհարկե, այս այդ ամենաշատ այդ կինո են գնում, ինքը ընտրում է, ես վճարում եմ։ Էդ էլ վատ չի։ Մի խոսքով ստե կինոթատրոն են սարքելու, ճարտարապետական հետաքրքիր լուծումներ, կանաչապատ նոր տարածքներ, տեղանքի ինքնատիպ լուծումներ եւ բարելավելու է տրանսպորտային եւ հետիոտային ուղիները, կառուցվելու է կամրջակ։ Դա շատ կարեւոր է։ Դեպի ապ տանող կամրջակ։ Okay։ Մնում է այդ ռեստորանների կլկլոցների դեմը մի քիչ պայքարեն եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Բայց եթե ձորը ինչքան հիշում եմ, սա ռեստորան էր, իրար կապած ռեստորաններ էին։ Այդ ոնց է լինելու։ Քանի որ տեղը չի հստակեցվում որտեղ է, որովհետեւ օրինակ այս Թումոյի մոտից մինչեւ որտեղ ասեմ, երևի մինչեւ ստադիոնի հատվածը տեղ չկա ուղղակի, ռեստորանա ճեղտ է։ Դեպի Դավթաշեն գնացող հատվածը ավելի ամայի է, գուցե այդ հատվածն է։ Նկարով որ հրապարակած է, ավելի շատ ենթադրում եմ հաղթանակ կամուրջի տակի հատվածն է լինելու, դեպի Երևանյան լիճ տանող հատվածն է լինելու։ Այսինքն Սուրբ Սարգիս ներքևի ձորից սկսած եւ այլն, որովհետեւ այդքանը անում են, բայց հստակ չեն ասում, որ մասում ալու։ Չեն ասում եւ այդ շատ էական է քաղաքի որ հատվածում է լինելու, որովհետեւ հա, բայց Կարմիր կամուրջ կար, պատմական հուշակոթող, դա բավականին լավ վերանորոգեցին, բացումը եղավ, ենթադրում ենք դրա շուրջա ծավալվելու, որովհետեւ հենց նես չէին վերանորոգի կողքը այգի բան չանեին, այս վերջերս էր այնտեղ
մի 3 օր առաջ բան կառույց կա, Meridian Expo-ը կոչվում, մեծ էքսպո էր եղել, տեղով որ անցանք, գործ ունեինք, տեսանք, որ շատ ակտիվ հարթեցման, բան աշխատանքներ ա, ենթադրում ենք, որը տեղա լինելու, բայց էլի սա ենթադրությունների ժանրից է։ Okay, ես էլ sense։ Այս միջազգային բանը, ուրեմն այսօր ավարտվում է բանը, այդ հրադադարի ժամկետը լրանում է։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Եվ Թրամփը ինչքան հասկացա չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ բանը հրադադարը։ Ես չեմ ցանկանում, այսինքն ոնց որ թե ունեմ ուղղակի տեքստով ասում, ես չեմ ցանկանում երկարաձգել Իրանի հետ կնքված հրադադարի գործողության ժամկետը, հայտարարել է պարոն Թրամփը։ Մենք այդքան ժամանակ չունենք։ Թրամփը պնդել էր, որ Վաշինգտոնը այժմ բանակցային շահեկան դիրքեր ունի եւ ի վիճակի է շատ լավ գործարք կնքել։ Բանակցությունների հնարավորության մասին հարցին Սպիտակտան առաջնորդը պնդել է, որ Իրանը պատվիրակություն կգործուղի Իսլամաբադ բանակցելու Միացյալ Նահանգների հետ, չնայած Թեհրանից չեն հաստատեցնում պատվիրակներ կգործուղեն Իսլամաբադ թե ոչ։ Երբ ասացին, որ չեն ուղարկի, ես ասացի կուղարկեն։ Այս Թրամփին եմ մեջբերում։ Այլ տարբերակ, քան ուղարկելն է չունեն։ Իմ կարծիքով շատ լավ գործարք են կնքելու։ Կարծում եմ նրանք տարբերակ չունեն, ասել է Թրամփը։ Նա նաև հայտարարել է, որ վերսկսի Իրանի դեմ հարձակում, եթե մոտակա ժամանակում գործարք չկնքվի։ Ես ակնկալում եմ, որ կլինեն ռմբակոծություններ, որովհետև կարծում եմ այդպես մոտենալը ավելի ճիշտ է։ Բայց մենք պատրաստ ենք գործելու։ Ի վերջո զինված ուժերը ողջևորված սպասում են գործողության անցնելու, ասել է նախագահը։ Ես չեմ հասկանում, այս ինչ ասել է բանա, որ ուժերը, զինված ուժերը ողջևորված սպասում են գործողության անցնելու։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանալուց 1 օր առաջ դեռ պարզ չի արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն Իսլամաբադում ավարտելու պատերազմը։ Ամերիկյան մամուլը գրում է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Պակիստան կմեկնի այսօր։ Մինչ այդ իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ անգամ տեխնիկական թիմի աշխատակիցներ չեն մեկնելու Իսլամաբադ։ Դե հիմա արի բան հասկացի այս ամեն ինչը։ Բայց Իրանի կողմից էլ շատ կտրուկ հայտարարություններ ա։ Մի բարի պատուղել ընդեղ էլ չի, նշի որ իրանք ասեն վայ մենք հա ուզում ենք հրադադար, Թրամփը ասում է չի, ընդեղից է չեն ուզում, ուրա տանելու այս ամեն ինչը ես չգիտեմ։ Ինչ են ասում Իրանի կողմից։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Իրանը պատերազմի հավանականությունը մեծ է համարել եւ համապատասխանաբար իրականացրել է որոշակի ռազմական տեղաշարժեր ու այդ նպատակով պատրաստել թիրախների նոր ցուցակ։ Այս հիմքով Իրանը պատրաստ է հնարավոր պատերազմի հենց առաջին վայրկյանից եւս մեկ դժոխք ստեղծել ամերիկացիների եւ իսրայելցիների համար։ Դե տեսեք, հա, այս հայտարարություններից հետո ես չեմ դուք եք, հա, ինչա լինելու, ոնց է լինելու։ Այսքան, այսինքն լրիվ այն դպրոցահասակ երեխաներ են, չէ՞ լինում, որ ես քեզ սենց կանեմ, ես քեզ սենց կանեմ, ես դու գիտես ես ով եմ, դու գիտես։ Այս նույն ազնիվ խոսք եմ ասում։ Սա նույն հոգեբանությունն է, որ այդ տարիքում ունենում են 14-15 տարեկանում արա։ Ես կտամ սենց կանեմ, ես կտամ մենց կանեմ։ Դե տվեք իրար արեք, ինչ ասեմ։ Այդպիսի մի բան տեղի ունեցել Գյումրիում, այդ ձեր ասած չկայանալու եւ իրար հաթաթա տալու արդյունքում ծեծկարտուկ եւ տխուր վիճակ, այն էլ եկեղեցու բակում, եկեղեցու մուտքի մոտ Գյումրի քաղաքում։ Հարգելի գյումրեցիներ, գուցե ճանաչեք այս մարկանց, նկարները հրապարակած է։ Ուրեմն ծեծկրտուկ է տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի Հակոբ Գյումրի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում։ Ուրեմն երեկոյան ոստիկանությունը ահազանգել է մի քաղաքացի տեղեկացնելով, որ եկեղեցու մոտ իրար են ծեծում։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը եւ բարեկային ծառայության կարգավորման խումբը պարզել է, որ նույն թաղամասի 45-ամյա բնակիչներից մեկի մոտ վարորդների հետ իրար չզիջելու Opel Magnish-ի մեքենայի հետ, չզիջելու հետ կապված վեճ է բռնկվել, որի արդյունքում ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին։ Այդ 45-ամյա տղամարդու 20-ամյա դուստրը տեսնելով, որ 3 երիտասարդներ ծեծում են իրենց հորը, փորձել է միջամտել, դադարեցնել ծեծկրտուկը, սակայն երիտասարդներից մեկը այնպես է մի քանի անգամ հարվածել այդ աղջկան, որ նա վայր է ընկել եւ գլուխը հարվածել։
Աջ ծնկի շրջակա մասում էլ վնասվածքներ կա։ Հայրը, ով ծեծվել է, արդյունքում զանգարել է ոստիկանություն, մուշ բաժնի աշխատակիցները հիմա ձեռնարկում են միջոցառումներ այդ ծեծկրտուքի մասնակիցներին, ովքեր ծեծ էին ենթարկել, նրանց բացահայտելու ուղղությամբ, ըստ նախնական տեղեկությունների, նրանցից մեկը 20 տարեկան է, մյուսը 30, մյուսի տարիքի մասին բան չկա։ Այսինքն երիտասարդների եւ ոչ վաղ անցյալում երիտասարդի մասնակցությամբ ծեծկրտուք, խնդրեմ, եկեղեցու բակում։ Հետո կասել սրբությունը, բաննա մեր էսենց մեր բանա։ Գոնե եկեղեցու բակում դες բաներ մի արեք էլի։ Դեպս տարածվել է էլի երթևեկության ֆոնին, իրար չզիջելու ֆոնին կարճ միացում ա տալիս ու հարցակվում են իրար վրա, խնդրեմ։ Գնանք առաջ, լավ լուրերի շարքից։ Հայաստանը ողջունում է Հայաստանի Հանրապետությունում Եվրոմիության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումը, գիտեք նոր քաղաքացիական առաքելությունը տեղակայվելու։ Առաքելությունը կտեղակայվի նախնական 2 տարի ժամկետով եւ իր գործունեությամբ կնպաստի վերոհիշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջկա կաթնաժողովի շրջանակներում բավարար ձայներ ստացել է, այսպիսով տեղակայվելու են Հայաստանի Հանրապետությունում։ Կուզեի ավելի բան իմանալ, թե որ հատվածում, բայց նախարարության կայքից եմ ընթերցում, հստակ տեղեկություն չկա, ենթադրում եմ Սյունիքում, չգիտեմ, մնացած հատվածները ոնց եւ ինչպես։ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը եւ պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնելով ոլորտերում։ Վարչապետ Փաշինյանի հանդիպան ասել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը։ Փաշինյանը իր հերթին կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ի նպաստ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման։ Նրանք քննարկել են համագործակցության զարգացման առնչվող հարցեր, ինչպես նաեւ խոսել տարածաշրջանի անվտանգային միջավայրի խաղաղության, կայունության Քևին Համիլթոնը ավելի վաղ հանդիպել էր անվտանգության խորհրդի քարտուղարի եւ պաշտպանության նախարարի հետ, կարևորել ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության արդյունքում համագործակցությունը։ Դες ինչ որ ասում եմ, բայց վստահ եմ այնտեղ մի քանի ավելի կոնկրետ բաների մասին էլ խոսած կլինեն։ Մեկ բարձրաստիճան պաշտոնյա է եկել խումբ, վարչապետը այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինյազի գլխավորած պատվիրակությանը, ստեղ գրկախառնության նկարներ է, ողջունել են պատվիրակության այցը, բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի հետևողական աջակցությունը Հայաստանին, կարևորվել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը, ստանդարտ տեքստն է, եւ պատրաստվում է Հայաստանը Ֆրանսիայի նախագահի այցին, մայիսի 5-ին գալիս Էմանուել Մակրոնը, այսօր երկօրյա պաշտոնական այց լինելու։ Փաշինյանը ասաց ինչ որ անակնկալ կա այդ հանդիպման հետ կապած բանի։ Կարող է երկի նվագեն, ինչ իմանամ։ Դրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանի խաղաղության թեմաներին, նայում ես նկարները, այստեղ մի 10 հատ նկար է հրապարակված, պաշտոնական կարգեչն եմ նայում, անենց դեմքով են նստած, բայց տեքստ չկա։ Հասկանում եմ, որ բաներ քննարկել են, որ չի բարձրաձայնում երևի, բայց այնպես դեմքով են նստած, այնպես բան ոնց որ աշխարհի դարդուցավ է, բանի խմբին են տվել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբին։ Okay, բարով եք եկել։ Հայաստանի նախագահը ուր գնաց։ Գնացել է Աստանա։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանել է Աստանա։ Նախագահը մասնակցելու է ՄԱԿ-ի կայուն ապագայի ընդհանուր տեսլական խորագրով գագաթնաժողովին։ Ընդհանուր կայուն ապագա։ Այդ որն է դերենիք իմանաք դուք։ Կայուն ապագան։ Կայուն։ Այդ որ Լենինի արձանները կար, հիշում եք, սենց ձեռքը տնկած Լենինը։ Ամեն քաղաքում կար։ Այդ ապագան էր ցույց տալիս, որտեղ մենք գնում էինք։ Լենին ասեցիք, այսօր ավական նիստին մի հատ անդրադարձ կատարենք, հարց էինք քննարկում, այդ ոչ միանշանակ է, էլի, Ամիրյան փողոցը ուզում են անվանափոխեն։
Այդ հարցներ բոյկոտեցին, չանցա, բայց վաղ թե ուշ անցկացնելու են։ Ամիրյանը, այդ կոմունիստ Ամիրյանի անունով են ուզում անունը փոխեն, դնեն Պապ Թագավորի անունով։ Հիմա, հա, ես հիմա չգիտեմ ինչ ոնց բան, իմ կարծիքով, եթե պատճառաբանությունը հետևյալն է, որ դեկոմունիզացիա է տեղի ունենում, դուք պատկերացնում եք Երևանում քանի արձան, քանի պողոտա, քանի շենք, քանի բան։ Եվ այստեղ մի քիչ անարդար բան կա, էլի, նայեք, ում ասում են սեփական պատմության հետ առերեսվենք։ Բարեկամներ, մենք եթե 70 քանի տարի, 3 տարի եղել ենք այդ ճամբարի մեջ, եւ հիմա մենք ասում ենք դեկոմունիզացիա, մենք շղթում ենք դա, հանում ենք, ջնջում ենք որոշ անուններ, այդ այդքան էլ արդար չի, որովհետեւ, ասենք, լիքը լավ բաներ էլ է եղել, այդտեղ, չգիտեմ, հիմա ատոմակայան ենք անում, այդտեղ մետրոպոլիտենի հարց ենք լուծում, կամ ինչ որ հսկայական բան կա, նույն ստադիոնը, նույն համալիրը, այդ ամենը այդ մարդկանց գործունեության ինչ որ առումով արդյունքում էլ է եղել, իր բոլոր բացասական կողմերով հանդերձ։ Իմ կարծիքով պետք է պատմությանը հանգիստ թողել, գնալ առաջ։ Այդ բոլոր կեղտոտ այլանդակ բաները, որ եղել, այո, դատապարտել, ասել այսպես բաները, բայց ասենք փոխել բանի անունը Ամիրյան փողոցը փոխել, օքեյ, փոխում են, կապ չունի ինչ են դնում, բայց թողնել Միասնիկյանի արձանը Երևանի կենտրոնում կամ Շահումյանի, Ստեփան Շահումյանի, մի ամբողջ Ստեփան Շահումյան թաղամաս ունենալ, քաղաք ունենալ, Ստեփանավան, Երևանում թաղամաս ունենալ Շահումյան, հենց այդ իմաստը չենք բրցնի դրանից ուղակի, կսկսենք ու չենք վերջանա։ Նրա նման մի օրինակ Ամերիկայում եղավ եւ վերջերս այս Թրամփի ժամանակ, ուրեմն բանի Կոլումբոսի արձանը Վաշինգտոնում դե Ամերիկան հայտնաբերեց եւ այս բաները վեր կացան ասեցին, որ ինքը սպանել է տեղացի բնակչությանը, ինքը էս արել, ինքը այն արել եւ իր արձանը պետք է հանենք այդտեղից, որտեւ ինքը նեգատիվ անձնավորություն է, այսինքն ինչ որ արել է ինքը ահավոր է։ Եվ իրոք է այդ բաներ այդպես էր։ Հիմա տես հետարքիր հարց է, բայց ինքը մյուս կողմից էլ հայտնաբերել է Ամերիկան։ Հա։ Բայց այն ժամանակ դե ամոթ ասել է, հիմա լեզուս էլ չի պատտվում, բայց դա շատ նորմալ բան էր, որ գնում են միտեղ, տեղի բնակչությանը սպանում էին, իրանք դառնում են տերտիրական ու սարքում են ինչ որ ուզում էին սարքել։ Հիմա ինչ անես։ Այդ մարդու արձանը դնես որպես Ամերիկա հայտնաբերած, թե չդնես, որտեվ ինքը ստրկատեր է եղել, էս է եղել, այն է եղել, այն է եղել։ Ջորջ Վաշինգտոնն էլ է ստրկատեր եղել։ Նախագահ սրբոց։ Այո։ Հիմա դա մենք որ ժամանակի կոնյունկտուրայից ենք նայում։ Մենք նայում ենք 21-րդ դարի։ Բան էլ կա, էլի, ասենք Ամիրյան փողոց հիմա մենք որ ասում ենք, մեր մտքերով չի էլ անցնում, որ կոմունիստի մասին ենք խոսում։ Ուղղակի տեղանունն է։ Անունն էլ չգիտեն ով է։ Մտելա ժողովրդի մեջ, հա, գիտեն արդեն, հա։ Բայց մյուս կողմից էլ օրինակ Լենինի պրոսպեկտ ես չի ուզենա, որ Լենինի անունով փողոց լիներ Երևանում։ Կամ Ազիզ Բեկովի հրապարակ, ոնց որ եղել։ Հա։ Ադրբեջանցի բանը մի քիչ խրտին հարց է, էլի։ Հա, դժվար է բան անել։ Դարավ Սախարովի հրապարակ, ովքեր չգիտեն, հա, Սախարովի հրապարակը։ Դե հա, այդ եմ ասում, այսինքն ոնց ենք Դնչնոտ խնդիրը էլի։ Չափաբաժինը, դոզան ոնց ենք որոշում։ Այս անունը փոխում ենք, ասենք Աստաֆյանը փոխեցինք, եղավ Հանրապետության փողոց, Ազիզ Բեկովին հանեցինք, եղավ Սախարովի հրապարակ։ Ազիզ Բեկովը, դա տենց անուն կլինի այն բանը։ Ազիզ Բեկով։ Ինձ թվում է դա պետք է քվեարկությամբ արվի։ Ես այդպես եմ պատկերացնում։ Քվեարկության դրվել։ Ես եմ հարթակում։ Ժողովուրդը ուզում է փոխել, թող փոխի։ Չէ, Երևանի ավագային դրել էր հարցես, մի տարի է այս եփում են, նույնն է Լենինգրադյան փողոցը փոխվեց, Լենինգրադյան չկա, այս մի տարի է, երևի տարուց էլ ավել է, Քրքորյանի անուն Բողոտայ է դարել։ Դե Լենինգրադյանը կարային Սանկտ Պետերբուրգյան դնեին։ Պետերբուրգյան։ Հետարքիր է, որ Կիևյանը կպնում էր Լենինգրադյան էր դառնում։ Հիմա Կիևյանը կա, բայց Կիևյանը մնում է, չէ՞։ Բայց Կասյանը փոխեցին, Կասյանը դարավ բան։ Այդ անելու բան չէ։ Կասյանը ի՞նչ է հիմա կոչվում։ Վազգեն առաջին կաթողիկոսի փողոց։ Այն մարդ չէ հասկանում։ Ստոպ եղավ մի րոպե։ Ախր մի անուն գոնել, բայց ասում ուր է գնում ենք Վազգեն առաջին, ասենք Yandex եմ կանչում, այդ Uber-ը ստեղի կանչում, չես կարա գրես, բան պետք է գրես Վազգեն առաջին կաթողիկոս վեհապարի փողոց, այ մարդ խիղճ ունեցեք, էլի խիղճ աղանթակ գեղոսներ, խիղճ ունեցեք։
Հիմա բանա, SS են փոխում եւ Էն էլ փոքր փողոց է, չէ, բանից սկսում է 200 մետր հազար լինի։ Հա, այդ բարեկամության շրջապտույտից մինչև Կոմիտաս փողոց է։ Բայց տեսնում ես, չէ, Ռաֆայել, հələ որ մտածես, տես կոմունիստները ինչ էին անում այն ժամանակ։ Փողոցները, հրապարակները բան դնում էին իրանց կոմունիստների անունները, որ մնա ժողովրդի մեջ։ Իրանք գնացին այդ անունները, բայց մնաց դեռ։ Ձերժինսկու դպրոց ասեմ Երևանում, Ձերժինսկու դպրոց։ Ձերժինսկու Արյունարբու։ Ասենք NKVD-ի KGB-ի հիմնադիրը չի Ձերժինսկին։ Ինքը չարեց այդ ահավոր այդ ոստիկանությունը, բան, ասենք այնքան մարդու գլուխ, որ ինքը գերավ Տրոցկի մի հատ էլ դրեք վերջանար էլի։ Մամարդ, իր արձանը Մոսկվայից հանեցին այդ իր բանի դիմացից, շենքի դիմացից։ Մենք հələ պահում ենք այդ որ դպրոցն է սավարտել, կա, չէ, փոխել են անունը, բայց տարիներ, տասնամյակներ Ձերժինսկու դպրոց Չարենց փողոցի վրա, Չարենցն է կոմունիստ բանի ձեռից է մեռել։ Անարդար է էլի, լրիվ անարդար է։ Չարենցի փողոց, ում գնդակարել են չեկիստները, Ձերժինսկու դպրոցը է, խիղճ ունեց։ Մեկ էլ Նալբանդյանի արձանը, չէ, ազատությունը որ գրեց Բրեցին KGB-ի ու MVD-ի շենքերի արանք։ Օրական չփախնի էլի։ Ես չէի տեսել, ես վերջերս եմ բացահայտել այս բանի Միասնիկյանի արձանը, որ կա կենտրոնում այդ քաղաքապետարանի մոտ որ կա, պատվանդանի այդ պատին, հետին պատի վրա եւ տես ասում է սա այն հուրն է Լենինյան բոցով բոցավառված։ Բան գոնե գրած դրած էլի նայում ես ինչ հուրա, ով է վառը այդ հուրը, ինչի է հանգեցրել այդ հուրը, էլի, մի հատ շատ կարևոր է, գոնե հայերի համար, լավ։ Նա գնանք առաջ շարգելի երևանցիներ, դեպի թե դուք ունեք պատումներ, խնդրեմ կիսվեք, այստեղ ռադիոլուսողները ասում են, չէ, եղբայր մենք Եվրոպայի բան չենք, Գոհար Շահնազարյանը Հոգոցով է կարծես թե գրել, զգում եմ մի տեսակ ցավ կա, Գայանե Բունյաթյանը, բրավո, Աստված օրհնի ձեզ, հիմա մնում է հասկանանք, որ պահով, Լիլիթ Մաթեոսյանը, Աստաֆյանը, Աբովյաներ, Ալավերդյանը, Հանրապետության, այո, Ալավերդյանն էր Հանրապետության, ճիշտ է, բարի երեկո չքնաղ Գեղարքունիքից, ասում է Հասմիկ Շայնյանը, բարև ձեզ, ողջունում ենք Մեղրիից, ունենք բարևներ, բարի օր Մեղրիից հարգելի Ռաֆայել եւ Դերենիկ ջաներ, Կարինե Սարգսյանն է գրում, բարև Վիտիար քաղաքից Զաքարը Գասպարյան, իդեպ խնդրանք մեզ դիտող, on-line դիտող մարդկանց, YouTube-ով եք նայում, Facebook-ով եք նայում, Ժորժ, այնքան կարևոր է լայքեր արեք ու շեյր արեք, բաժանորդագրվեք ալիքին, սա փոքրիկ ձեր ներդրումը թող լինի մեր գործի գնահատման, որովհետեւ սա շատ կարևոր է, որ նոր մարդիկ տեսնեն, նոր մարդիկ միանան, նոր հասեատերեր հա գտնենք, որ միանան մեր զրույցներին։ Ինչ ունենք էլ օրակարգում ես, հա։ Հա, վարչապետը նորից հիշել է որը հայ առաքելական եկեղեցուն։ Յա, այս կռիվ արեցին եկեղեցու Բաքում հիշեցին։ Հիմա տես առաջի նախադասությունը ինչ է։ Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի։ Ինչու հոգևորականը հայտագիր չի լրացնում։ Իսկապես ինչու չի լրացնում, հա։ Ուրեմն, արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանի առաքելական եկեղեցին բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Վերջին տասնամյակներում այն փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությանը մեծ մասամբ օտարվել է եւ շարունակում է օտարվել Հայաստանի առաքելական եկեղեցուց, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն Հայաստանի առաքելական եկեղեցին դարձնել Հայաստանի անկախության ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ, տեսեք հələ ինչ է ասում, փորձել են դարձնել Հայաստանի անկախության դեմ հիբրիդային պայքարի հիմնակետ։ Ուրեմն քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը պաշտպանում է հայ առաքելական եկեղեցու բարեգործման օրակարգը եւ որդեգրել է հետեւյալ ճանապարհային քարտեզը։ Առաջինը հայ առաքելական եկեղեցու փաստացի պետի հեռացում, Գարեգին երկրորդ ցտեսություն, սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն, սա արդեն մի անգամ ասել են, հայ առաքելական եկեղեցու կանոնադրության ընդունում,
Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգերը։ Դ. Սահմանված կարգով ամենան հայոց կաթողիկոսի ընտրություն։ Այս ոնց հասկանում ենք ընտրություններից հետոյի իր ծրագրերի Չի ասում, ժամկետ բան չի նշվում, հա։ Հիմա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը եւ կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգեվոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու, այսինքն թոշակ եւ հա, որ սկսեցիր արդեն եկամտը հարկ վճարել, ուրեմն պետք է նաեւ օգտվես պտուղներից։ Միևնույն ժամանակ ԿՊ-ն հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի եւ կրոնական ազատությունը եւ վերահաստատում է աշխարհիկ պետությունը եւ վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է եւ որ սահմանադրության համաձայն կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Հայ առաքելական եկեղեցի բարենրոկման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով Հայաստանի սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։ Մեր սրբություն սրբոց Մարաթոր Սուրբ Էջմիածինը ախտահարված է, նշել է պարոն վարչապետը։ Սպանում իրար այս թեմայի շուրջ։ Ինչ Բայց այս ասում են պատկերացնում գործողություն չեն, որ ասում է փաստացի հեռացում, պետի հեռացում, դե ով պիտի հեռացնի։ Սենց ասելով ինքը չի հեռանալու ախր, ինքը չի հնարավոր չի։ Եթե վերընտրվի ընտրություններից հետո արդեն դրանք հիմա ինչ։ Չէ, նախ պիտի ինքը հեռացվի, որ ընտրություն լինի։ Չէ, ընտրությունը նկատի ունեմ այս պարլամենտական ընտրությունները մի հատ լինեն, տեսնենք ինչ ուժեր են, ոնց են, ինչ են, հիմա այն որ այս 2 ամսվա մեջ, հետո վստահ եմ կտրուկ բաներ ա լինելու եւ այն ինչ որ կատարվում է, օրինակ պատկերացրա հաշվի առնելով թե ինչ հզոր կառույց է եկեղեցին, դու պատկերացրու թե ինքը լինի հարկի ամենայն հարգանքով, այդ միշտ դիտվում է որպես վատ բան, որ մեկը ասում է հարկ։ Պատկերացրու թե ինքը լինի հարկատու կառույց, դա էական դրական ազդեցություն է ունենալու պետության վրա, բյուջեի վրա։ Իհարկե, բացի դրանից, եթե դու հարկ ես վճարում, ուրեմն դու ցույց ես տալիս, թե ինչ եկամուտ ունես։ Այս ավելի կարևոր է այս դեպքում, հա։ Մենք ոնց ենք տաքսերը մուծում, ինչ է ստացել, ինչ է արել, իմանանք ինչ է կատարվում այնտեղ, հա։ Էս է հիմնական բանը կարծում։ Այդ չեն ուզում բացահայտեն, էլի, որ դուք տեսնեք մենք ինչ ունենք, դե Էդ էլ պիտի լինի, չէ, պիտի անպայման իհարկե, որտեվ ինչ ասես չեն գնա դրան։ Գիտեմ, որտեվ եթե սկսեն սովորական ցույց տալ իրանց եկամուտները, քանդվի սա բան չի մնա, քարի վրա չի մնա։ Ես ինչն է փոխկապակցվածությունը այստեղ ոնց է ընդհանրում եմ։ Ինչ բիզնեսներ, բան, ինչեր ասես պատմում են ժողովուրդը այստեղ շատ հայտնի սուպերմարկետների ցանց կա, ասում է սրաննա, նրաննա եւ այլն, հա, եկեղեցական անուններ են տալիս։ Մյուս կողմից ասում է, եթե մարդը ձգտում ունի այդ ամենը ունենալու, ուրեմն նաեւ ձգտում ունի այդ ամենը ինչ որ մեկին թողնելու, դրա համար այդ կուսակրոնություն, երեխեք, այդ թեման դուրս է գալիս ջրի երես, որովհետեւ բնականաբար, բայց ամեն ինչը ում համար եմ արել, որ երեխուս թողեմ։ Ինչ որ առումով շղթա է ստեղծվում։ Եթե մարդ լինի իրոք հոգեվորական, այն էլ սերունդ չունի, բան չունի, բնականաբար ավելի քիչ հակված կլինի։ Ես էլ թալանեմ, այն մյուսը անեմ, չգիտեմ, ինչքան է տրամաբանությունը ճիշտ է սպարագայում, բայց պիտի իրոք ամեն ինչ դառնա մաքսիմալ կապանցի։ Ես ինչքան որ գիտեմ, հա, ոչ պաշտոնապես իրենք միշտ էլ երեխայել են ունեցել, ինչ որ պետք է արել են, կարող է իրենց այդ ով պիտի կաշկանդեր իրենց ասել, բայ ես ինչ եք անում։ Այս առաջի անգամ է, որ Հայաստանի Հանրապետությունում կամ թեկուզ սովետական Հայաստանում այս հարցը բարձրացվել է։ Մինչև այդ ով էր այդ մասին խոսում, ով էր բան անում, ինչ ուզում անում էին, էլի։ Տարածիորեն ինչ ուզում անում էին։ Իհարկե, ենթարկվելով ԿԳԲ-ին, այնտեղ կա Ռուսաստանին եւ այս կողմ այդ բաները հաշվի առնելով։ Մնացածը թե երեխա էր ունեցել, թե չէր ունեցել, ում էր այդ արկրում։ Հիմա է որ այդ հարց դարձավ։ Իսկ կարող է այդ կետը հանեն, դա ասում են բարենորոգում, բարեվարկություն եւ այլն, դա էլ փոխեն, ասեն, օքեյ, թող ունենան, երեխայի թող ունենան, չգիտեմ։ Այնտեղ ինչ որ ուրիշ բաներ կան, էլի, եկեղեցական բաներ կան այնտեղ, հա, չգիտեմ, թող ունենան, ինձ որ մնա, խնդրեմ, այման, ինչքան շատ այնքան լավ, բազմացեք, Դե, մինչ բազմանալը գովազդային դադար ունենք հարգելի բարեկամներ, մեր հարգելի գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են, մեր կողքին են, հետո վերադառնանք եւ տեսնենք ինչ է կատարվում նրա ուսում։ Եվ ռադիո լսում
րոպե ես չէի լսում, դա եթերում են, եթերային է ձեր ասածը, չէի լսում ինչ էիք ասում։ Այո, ինչ էիք ասում։ Ես Մեքսիկոից կարող եմ, չէ, զանգել եւ մասնակցել որպես ռադիո լսող։ Այո, իհարկե, Դերենիկը ընկերներ արձակուրդի է մեկնելու մի շաբաթ, այդ լավ լուրերի շարքից, Դերենիկի համար գոնե։ Վաղուց չեմ հանգստացել, վաղուց։ Իդեպ որպես ռադիո լսող, հա, բայց մտածում եմ ոնց այն կարանք ավելի բարձր որակի մի բան ստանանք, չգիտեմ, դեռ բաները կարող տանենք։ Չէ, սարք բաները չեմ տանելու, Ռաֆայել։ Դակառակը ուզում եմ այդ սարք տեսնեմ, գոնե մի շաբաթ էլի, հա։ Դե շատ լավ է, հա, իհարկե զանգել կարող եք, մենք ձեզ կսպասենք։ Անկի որ մի շաբաթ ուշ լիներ, որ ես կգայի ու բայց հա, դե այդպես ստացվեց, ոչինչ ընկերներ, ոչինչ, մի շաբաթ էլ արդեն ես եմ աստիճանաբար չնայած հանգստի չեմ գալի, գիտեք, SVH-ի հետ գնում ենք մայրերի տոնի շրջագայության եւ Այմար, ես նավով մի անգամ եմ գնացել, Ռաֆայել, ու երդվեցի, որ էլ նավով ճամփորդության չեմ գնա։ Մեծ բայց այս կրուզով Հենց այս մեծ կրուզերի Այո։ Ապա ինչ։ Ես առաջինը ինձ զգում էի բան, որպես ոնց որ ձուկ կոնսերվացը ձուկ լնես այդ։ Ոչ մի րոպե բան չունես, privacy չունես, անընդհատ մարդիկ են 4 կողմը։ Անընդհատ։ Դե այդ հանգստի ձևը չի, որովհետեւ հա, իհարկե, որտեղ է իզոլանաս։ Ամենտեղ ուտելու տեղը իրար վրա լցված, ամենտեղ իրար վրա լցված, իշոր եսիմ ինչ։ Մի բաժակ խմիչքը 10 քանի $, մարդ please։ Դե full package-ը չեք վերցրել, ալկոհոլը հետը չի, դրա համար էլ թանկ ու կրակ ընդեղ վճարել եք։ Այդպես բան էլ կա, all inclusive-ը վերցնում ես։ Օրինակ, ես շատ մեծ experience չունեմ, 3 անգամ եմ եղել, սա 4-րդն է լինելու, բայց մանավանդ դες որ ամենամեծ privacy-ն բալկոնն է։ Բալկոնը նստում ես այդ օվկիանոսը այդ չգիտեմ այդ հա այս լավ է մի ժամ 2 ժամ էլի հետո ախր շատ ուժեղ lounge bar կային վերևները բաները այգի կա բասեյներով դե էլի նախասիրության բան է եթե մասերում է հանգիստ տեղ չկա շերեփուկի նման իրար կապած բոլորը բասեյնը այդ համաձայն են բայց մեծ երեխա բժոց եթե ուզում ես հանգստի այդ ձևաչափը որտեղ հանգիստ ես ան բնականաբար cruise-ը այդ տեսակը չի դե ոնց որ ասես ուզում եմ գնամ օրինակի համար club բայց երաժշտություն չլսեմ այդ նույն տրամաբանության մեջն է Ես բայց այս all inclusive այնքան եմ սիրում էլ մտածել չունես ուտելիքի մասին որ ժամին ուզում ես որտեղ ուզում ես գնա կեր ուտ խմիչքը ձերի քո համար արի պարկի գնացով իհարկե շատ ողջունելի ես առաջ ինչ հետարքիր է տարիքը չէ Երիտասարդ ժամանակ այմարդ այդ որ պարկում էին չէ ծովափին կամ բան գժում այմարդ վեր կացեք չենք եկե պարկելու իսկ հիմա ուզում եմ պարկեմ ու ոչ մի բան չան շատ լավ հա չէ հանգիստը լավ գիրքել ունեմ արդեն ընտրել եմ ինչ եմ այդպես այո բանը այմարդ շատ խորհուրդ կտամ սկսեցի էլ կարդացել եմ երևի 17, 16, 17 տարեկանում Հենրիկ Սենկևիչի առանց դավանանքի շատ հետարքիր ինձ համար գոնե ստեղծագործ մի քանի բառ նախաբանի համար հետարքիր է վերնագիրը շատ լավն է ասեմ ուրեմն մոտավորապես այսպես է սկսում ու ինքը վեպ է չգիտեմ վեպ է բայց բանը տարբեր է շարադրանքը ասում է հանդիպեցի մի հատ գրողի տարիքով մարդ էր հարգարժան եւ այլն ես էլ արդեն միջին տարիքի մարդ էի որ կարծում ես կյանքում ոչինչ չեմ արել եւ այլն եւ ասում է ինքը ինձ կարճ ասած էսենց է ստացում որ եթե դու մի կյանք ապրել ես ոչինչ էլ չես արել քո կարծիքով հասարակության համար եթե դու գրես քո կենսագրությունը այսինքն ոչ թե կենսագրությունը այլ քո տեսածու զգացածը ոնց որ օրագիր բայց այստեղ ամենակարևոր կետը եթե անկեղծ լինես լրիվ ու գրես այդ ամենը դու հասարակությանը մեծ բան ես արած լինում սենց է սկսում
ու հետո սկսում է արդեն իսկապես հետարքիր բան է ասում, էլի։ Եթե ամեն մարդ անկեղծ կարողանա գրել իր ապրումների մասին, ինչ ազգացել, ինչ մտածել, ոնց արել, պետք չի գրող լինես, տերմինոլոգիա, եսիմ ինչ, պատմելա ոչ մի բան պետք չի, անկեղծ։ Կյանքի փորձը կիսվես ուրիշի հետ, բայց անկեղծորեն էտա, ոչ թե քո կարծիքով, որ նա ճիշտ ինչ-որ sense բաներ անես, չէ։ Այս ինչ որը sense եղավ, ես այս զգացի, sense ասեց եղա, դա արդեն մի հատ բան ես, աղյուս ես դնում հասարակության զարգացման մեջ, այսինքն հետո մարդիկ ասում են ժամանակ անցնելուց հետո կնայեն ու կտեսնեն թե իրականությունը ոնց է եղել այդ ժամանակ քո հայացքով, քո պայմաններով, քո բանով, որ ասում է շատ մեծ արժեք է հասարակության զարգացման համար։ Դե դժվար է դրա հետ չհամաձայնվելը եւ շատ քիչ մարդ կարա անկեղծ գրի, շատ քիչ մարդ։ Ապրես, այդտեղից է սկսվում։ Բոլորը ձևերի տունը քանդում են, չէ, որ բա սենց մեծամիտ բան։ Ախր շատ փորձեք, նստեք, ասենք կես օրը որ անցկացրել եք, առավոտից մինչև կես օր եկել եք տուն կամ երեկոյան 5-ին, փորձեք գրել թե ինչ է ձեզ հետ տեղի ունեցել, ինչ եք մտածել, ինչ եք զգացել ու անկեղծ լինել։ Ահա որ դժվար է։ Ահա որ անգամ պայմանով ինքդ քեզ ասում ես, սա ոչ մեկին չեմ ցույց տալու կարդալ, ոչ մեկին, ես մենակ ինձ համար եմ գրում, անկեղծ էլի դժվար է։ Որտեղ ամեն մարդ նկատած կլինի, որ ինքներս մեզ հետ էլ անկեղծ լինելը հեշտ գործ չի։ Ամենադժվար գործերից մեկն է, որ դու ինքդ քեզ կարողանաս խոստով անել, թե ոնց ես զգացել կամ ինչ ես արել։ Բայց ասեմ նաև գայթակղիչ բան ունի, սա ուզում ասել ամեն մի մարդ, որ կյանք է ապրել, որոշակի հատված, կարող է արդեն օգտակար լինել միայն կիսվելով։ Խնդրեմ, համեցեք, ով է ձեր ձեռքը բռնել։ Գրեք։ Դե գերնել անկեղծ պետք է լինել։ Այնել անկեղծ լինել է, հա, այդ մանավանդ մեր Բայց գիտեք, դե հիմա 100%-ով ոչ ոք չի կարող անկեղծ լինել։ Բայց ինչքան ավելի անկեղծ եղար, այդքան ավելի օգտակար կլինես թե քեզ առաջինը եւ թե հասարակությանը։ Դե հիմա ես կարող եմ այսպես ասել, մենք այս մեր ռադիոյը մոտավորապես այդ բանով ենք շարժվում, էլի անկեղծությունը վերցնելով որպես բանը, որպես կողմնացույց մեզ համար։ Հուսամ դե ռադիոլսողներն էլ գնահատում են, որովհետեւ կեղծավորությունը։ Գիտեք կողմնացույց ասեցի, հիշեցի, ինչ հետաքրքիր է, չէ՞, կողմնացույցը գիտեք, չէ՞ ինչ է անում։ Ընդհանրապես ինքը ցույց է տալիս հյուսիսը։ Բայց մենք մարդ արարածներս, եթե մեզ հյուսիսը ճիշտ ցույց են տալիս, մենք արևելք, արևմուտք ու հարավ, բանա հյուսիս հարավը արդեն կարողանում ենք տարբերել իրարից։ Ընդհանրապես մի հատ սլակ է, բայց քանի 100 տարի մարդիկ տարապել են դրանով, որ նավարկում էին, ցերեկը կարողանում էին դեռ արևով բանով, բայց որ գիշերեր կամ անպամած էր լինում, չգիտես նավը որ կողմա։ Բայց այս մագնիսական դաշտը ինքն էլ էլի ֆանտաստիկ բան է։ Այսինքն գտել են այդ որ sense մագնիս բան, որ ցույց է հյուսիսը բռնում է, էլի, այդ կոպիտ ասած ալե հավաքի պես բան է, էլի, որ չէ, մագնիսա, որը քաշում է հյուսիսը ցույց է տալիս, այսինքն կա այդ բանը, էլի, այդ Եվ բանը, եթե անգամ ասենք անտառում բան որ մոլորված եք, չէ, նախ մի բան ասեմ, եթե դեմքով կանգնում ես հյուսիս, ձախ ձեռքդ լինում է արևմուտք, արդ ձեռքդ լինում է արևելք, մեջքդ բնականաբար հարավ է լինում։ Բայց հիմա անտառում որ կորել ես, անտառում չի երևում ոչինչ, չգիտես, հյուսիսը որտեղ է, հարավը, այնտեղ շատ հեշտ ձև կա դա բան անել։ Ուրեմն ծառերի հյուսիսային կողմը ավելի մանրակալած է լինում, որտեղ այդ կողմը ավելի ցուրտ է, այդ կողմը հյուսիսն է, դեմքով կանգնում ես հյուսիս, ձախ ընկնում արդեն արևմուտք, աչքը արևելք։ Մա ծառերի մանրակալումը բացահայտ մնում է դա։ Դե ինչ, չորեքշաբթի, հինգշաբթի դեռ 2 օր ունենք ձեզ հետ անցկացնելու համար մինչև հանգստի մեկնելը, այնպես որ ասեմ ձեզ մինչ վաղը ցտեսություն։ Մեր ռադիոլսողներին ասենք որ AM/PM Վիկտորինան ունենք այսօր երեքշաբթի է, դերենիկին ասենք ցտեսություն վաղը հանդիպելու ակնկալիքով։ Երաժշտական մեր Վիկտորինան այսօր կա, անպայման բաց չթողնեք եւ շնորհակալ եմ, ինչ ասեմ, ուշադրության համար, այստեղ մեկնաբանություններ եմ տեսնում մեր ռադիոլսողները գրում են Արմինե Բաղոմյանի հաղորդագրությունը աչքիս տակ ընկավ, ուրեմն Ռաֆայել ջան, ես ձեր գիրքն եմ պատվիրել եւ շատ կցանկանայի, որ մակագրեք ինչպես կարող եմ ձեզ հանդիպել լոսում։ Հարգելի Արմինե, նախ շատ շնորհակալ եմ, որ ամրագրել եք գիրքը։ Դե ես գալու եմ լուր կտամ, եթերները լինելու են, ամեն ինչ կպայմանավորվենք, ամենայն հավանականությամբ երևի ART-ին հեռուստաընկերությունում կարող ենք հանդիպել կամ
Ես լուր կտամ, գալիս եմ մեր եթերները չի դադար չի լինելու բան, այսինքն կզրուցենք միասին։ Եվ այո, եթե մարդիկ կան, այսօր գրքից շատ են խոսում, ես նոր խմբականակ ունենք, տեսեք դեռ փակ է, դեռ չեմ բացել պոլիէթիլենային բանով, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են պատվիրել միայն Լոս Անջելեսի համար առանց մակագրության, հիմա մակագրել հնարավոր չի, որովհետև ամբողջը եւս 200 օրինակ ուղարկել ենք Լոս Անջելես, եթե մարդիկ կան, ովքեր կցանկանան պատվիրել գիրքը rafael.online կայքում կա, կարող եք պատվիրել, շատ արագ գալիս է գիրքը, որովհետև արդեն Միացյալ Նահանգներում այլ Հայաստանից չենք ուղարկում, այլ Միացյալ Նահանգներից Rafael, ոնց որ անունս է գրում վայով .online այդքան բան շատ արագ եւ հեշտ։ Ես գնում եմ պատրաստվելու AM/PM երաժշտական վիկտորինային, շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար։